Գիտես ամենավատը որն է, որ դու քեզ նման կերպ պայեցիր, հոգեբանի հետ անցկացած սեանսից ընդամենը 5 րոպե հետո։ Ես քեզ ահավոր խանդեցի։ Պատկերացնում ես, ես քո կողքը նստած եմ, իսկ այդ հիմարը աչքը։ Էլիզա, դու այդ ամեն ինչ անեց ես պատմում, ոչ որ ես ընդեղ չէի։ Այդ աղջիկը ընդամենը ժպիտով շնորհակալություն էր հայտնում, որ ես իրան ճանապարհ տվեցի։ Հա բայց նենց էր նայում, ոնց որ ուզում էր ես իրան ճանապարհ տայի։ Վերջ Էլիզա։ Դու գոնե հասկանում ես, որ քո այդ հիվանդագին խանդի պատճառով կարող ենք եւ մենք եւ այդ աղջիկը ավտովթարի զոհեր դառնալ։ Ես գժվեցի, երբ որ տեսա թե ոնց այդ հիմարը։ Վերջ Էլիզա, էլ չեմ ուզում լսել։ Պրոբլեմն էլ էցն է, որ դու գժվում ես։ Ու առանց պատճառի։ Էլիզա, խնդրում եմ, մի սկսի ինձ ունից անել։ Ես այս անգամ էլ կփորձեմ մոռանալ քո արած հիմարությունը, բայց միայն այն պատճառով, որ դեռ հույս ունեմ, որ բուժման կուրսն անցնելուց հետո դու քեզ կարողանաս ինքնակառավարելը։ Խոստանում եմ, նման բան էլ չի լինի։ Հուսով եմ, հակառակ դեպքում ես արդեն ուրիշ քայլերի կդիմեմ։ Չէ, նման բան մի ասա։ Էլիզա, չչարաշահես իմ համբերությունը։ Դու լավ գիտես, որ ամեն ինչ իր սահմանն ունի։ Խնդրում եմ, Մարկ, կներես ինձ։ Չեք պատկերացնի, ինչքան զգացված եմ, որ Կարենս ինձ հիշել ու այսքան նվերներ ապրել, բոլորն էլ իմ չափով է։ Հա տատ, Կարենը իրոք որ ճաշակով է։ Կարենը երբեք էլ ճաշակ չի ունեցել։ Երևի մի ռուս ընկերուհի է ունեցել ճաշակով, հենց ինքն էլ ընտրել է։ Մարա, ինչ ես ամեն ինչի մեջ վատ տեսնում։ Թող մի քիչ թորանովս ուրախանանք էլի։ Հա, ուրախացեք, իսկը ուրախանալու բան է։ Նոր է, հələ նա ինչ թանկ է։ Հա, իրոք որ շատ թանկ է։ Վայ Կարեն, ոնց է ձեռդ գնացել, սրան այսքան շատ փող ես տվել։ Երևում է աղբերս շատ փող ա դիզել ես մի քանի տարվա ընթացքում։ Բա ինձ ինչի նվեր չտվեց։ Էդ երբ դու մի 2 րոպեում նստեցիր աղբորդ կողքը, երբ մի բառ փոխանակեցիր, որն էլ հնարավորություն ունենա քեզ նվեր տա։ Մարդու մտքին տեղ լինի, հա։ Դad, տեսել ես Տիկին Ռուզանը ինձ ինչ բլուզա նվիրել, որ հագնեմ գնամ Արամի ավարտական միջոցառմանը։ Չէ, Նորե ջան, չեմ տեսել։ Արի գնանք ցույց տամ, տատ, սենյակում է։ Գնանք, Նորե ջան։ Դad ջան, տես։ Սիրուն է, չէ։ Շատ։ Քեզ նման սիրուն է, բալես։ Ուզում եմ այդ օրը գեղեցիկ լինել։ Կսազի, չէ ինձ տատ։ Ոնց։ Դու ինչ էլ հագնես գեղեցկուհի ես, բալես։ Ռուզանը գիտի դիպլոմի առիթով ինչ նվերանը իր տղային։ Մենակ տեսնես Արամենց տանը ինչ անհամբերությամբ են սպասում այդ պահին։ Մենք էլ ենք սպասում, բայց դե կարևորը Զինան ու Կարենը հաշտվեն։ Կարենս շատ մեղք է։ Ես կարծում էի այդքան խոսելուց հետո Տիկին Զինան կընդունի իրականությունը։ Ես Զինային գիտեմ։ Անօգուտ է նրան ինչ-որ բան բացատրելը։ Ինձ թվում է Զինան երբեք էլ չի ների Կարենի արածը։ Վահե, հենց սրանք վերջացնենք, կասես որ էլի բերեմ։ Ոնց, հլելի կա։
Չհասկացա։ 10 տարի չես սովորել, հիմա էլ երկու գիրք կարդալով ուզում ես ընդունես։ Բայց ես այդքան շատ ինֆորմացիա ոնց ուղեղիս մեջ պահեմ։ Վահե ջան, ամբողջ աշխարհը որ սովորում ա ու կարողանում ա պահի, ուրեմն դու էլ կկարողանաս։ Բարևարամ։ Բարևն է։ Լիան, ես ինչի՞ց ես ինձ տրամադրությունդ բարձր։ Մամ ջան, լավ աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Աշխատանք։ Դե ասա մենք էլ իմանանք ինչի ես սպասում։ Մամ ջան, քեզ ասել էի, չէ, որ Լաֆեի պաշտոնական գրասենյակից զանգել ինձ կանչել էին։ Հա, ասել էիր։ Գնացի, ասացին, որ անցկացվող ակցիաների ժամանակ մոտս կազմակերպչական յուրահատուկ ունակություններ են նկատել։ Եվ ուզում են, որ ես իրենց մոտ աշխատեմ։ Ու ինչ պետք է անես։ Դե անցկացվող ակցիաների ժամանակ պիտի զբաղվեմ կազմակերպչական հարցերով։ Ես որոշել եմ ընդունել առաջարկը, եթե իհարկե դուք դեմ չեք։ Լիան ջան, եթե դասերիդ հետ կհասցնես, ես դեմ չեմ։ Մանավանդ որ ռեդակցիաներից հետո միշտ բարձր տրամադրությամբ ես տուն գալիս։ Հա, մամ ջան, կհասցնեմ։ Այսինքն, ինձնից էլ փող չես ուզի։ Քեզ էլ մենակ է դա, չէ՞, հետաքրքրում։ Ինչի դա քիչ, հա։ Սիգարետից վերջի փողը ձեռքիցս վերցնում էի։ Դե լավ, Վահե։ Լավ, ես գնամ Նարեին էլ ասեմ նոր աշխատանքիս մասին։ Տես հա, թե Կարենը տունն է, զանգի մենք էլ գանք։ Այդ տղուն բռնացնել չի լինում։ Լավ, թող մնա հետո։ Ուղղակի Զինային չեմ ուզում տեսնել, որ հանկարծ իմանա նախանձից սկսի ավել պակաս բաներ խոսել։ Ինչի պիտի նախանձի։ Հիմա իր տղեն բժիշկ դարձած է եկել։ Արդեն երևի որևէ հիվանդանոցում գործի է տեղավորվել։ Վայ, դու քո ասածին հավատում ես։ Տենց բան որ լիներ, հիմա Զինան ամբողջ թաղով մեկ հայտարարած կլիներ։ Ճիշտ որ։ Քանի Կարենը չէր եկել, Զինան առավոտից իրիկուն գլուխ գովելով ման էր գալիս։ Իսկ հիմա ոչ ձենն է լսվում, ոչ ինքը կա։ Չէ, հաստատ այստեղ մի բան են չի։ Հակոբ, Հազինա, Հակոբ, 2 ժամա պառկած, մտքով մեր անցած տարիներն եմ հիշում, ուզում եմ մի պատճառ գտնեմ, որի համար Աստված մեզ սենց պատժում է, բայց չեմ գտնում։ նախ Աստված մեզ չի պատժում, Զինա, սա մի թեթև դաս էր, որ հարևանների առաջ գլուխդ տնկած ման չգաս։ Ախր, ես ամեն ինչ արել եմ, որ իմ երեխեքը լավ մարդ դառնան։ Հիշում ես, ոնց էի Կարենից պարտադրում, որ ես հարևանների տղեքի նման այդ թաղի մեխանիկների, արհեստանոցների կողքը կանգնելու փոխարեն նստեր դաս աներ։ Հա, ու ինչի ասար դրանով։ Լավ դու ես հիշում, որ դպրոցական տարիքից Կարենը մեքենա սարքելով էր հետաքրքրված։ Հակոբ, սաղ ես թաղի մթնոլորտն էր մեղավոր, հա, հաստատ, որ կողմը նայում էիր, արհեստանոց էր, երեխես ինչ պտի սովորեր։ Զինա, պետք չի մեղքը ուրիշների վրա գցել, մենակ մենք ենք մեղավոր, մենք, ոչ մի անգամ այդ երեխու կարծիքը չհարցրեցինք, մենակ են եմ հիշում, որ անընդհատ ասում ենք նստի սովորի, որ բժիշկ դառնաս։ Երևի քիչ ենք ասել, թե չէ հիմա սենց չէր լինի։ Չէ, շատ ենք ասել, դրա համար էլ սենց եղավ։ Ինչա լինելու մեր վերջը, ես ես խայտառակությանը չեմ դիմանա, չէ։ Այ Զինա, եղածա ոչ մի խայտառակություն էլ չկա։ Ինչ ես խոսում, Հակոբ, պատկերացնում ես, որ վաղը հարևանների բերանը ընկնի, ոնց են ուրախանալու։ Ոչ մեկ էլ չի ուրախանա։ Դու քո արշինով մարդկանց մի չափի։ Այ ճիշտ է, քիթդ մի քիչ գետնին կքսվի։ Ուսա քեզ դաս կլինի, որ սրանից հետո մարդկանց հետ նման կերպ չվարվես։ Զին, Զինա ջան, խրասկացի, Կարենը մեր տղան է,
Ու արդեն ժամանակն է, որ տարիներ առաջ թույլ տված մեր սխալը ուղենք։ Կարենը մեզ խաբել է, Հակոբ։ Խաբել է, որովհետև վախեցել է, որ մենք իրան չենք հասկանում։ Ախր հասկանալու բան է, որ հասկանանք, Հակոբ։ Վերջ։ Ճիշտ թե սխալ, Կարենը մեր տղան է։ Ու դրանով ամեն ինչ ասված։ Դու ինձ խենթացնում ես, Սյուզի։ Սպասի, Ռոբերտ, սպասի։ Ինչ ա պատահել։ Այսօր Լաուրայի հետ եմ խոսել։ Լաուրան ու Նոնան կասկածում են, որ քո կյանքում ուրիշ կին կա։ Հարցնում էր, թե արդյոք տեղյակ եմ այդ ամենի մասին, թե ոչ։ Նույնիսկ սա քերուն էր հարցրել։ Սարքը ինչ էր ասել։ Ասել էր, որ ոչինչից տեղյակ չի, բայց դա ամենը չի։ Լաուրան ինձ խնդրում էր, որ ես շատ ուշադիր լինեմ քո ամեն մի քայլին։ Ետ ինչա, ուզում եմ ինձ հետևեն։ Նրանք արդեն գլխի են ընկել, որ քո կյանքում ուրիշ կին կա։ Բայց նրանք չգիտեն, որ այդ կինը ես եմ։ Մեր հարաբերությունները թաքցնել արդեն հնարավոր չի։ Գուցե ճիշտ կլինի ընտանիքից մի անգամից ասեմ ամեն ինչի մասին։ Այս վիճակից ինքս էլ եմ բացվում։ Գուցե մի փոքր էլ սպասենք։ Պահ հասունանա նոր։ Չգիտեմ, Սյուզի, չգիտեմ։ Չնայած երբ էլ իմանան նրանք մեզ չեն ների։ Մենք պետք է հոգեպես պատրաստ լինենք այս ամենին դիմակայելու։ Մեզ դժվար ժամանակներ են սպասում։ Շատ դժվար։ Բայց արի հիմա այդ մասին չխոսենք, հա Սյուզի։ Մարկ, ես լուրջ մտավախություն ունեմ, որ պապան սիրուհի ունի։ Բոլոր կանայք էլ նույն ձևի են։ Խանդոտ և կասկածամիտ։ Կարինա, ոչ մի նման բան չկա։ Դա ընդամենը քո վառ երևակայության արդյունքն է։ Եվ ինչ ես այդպես համոզված։ Որովհետև, եթե նման բան լիներ, ես դրա մասին հաստատ կիմանայի։ Պապան ամբողջ օրը իմ աչքի առաջ գործակալությունում աշխատում է։ Եվ հետո ես նրա հետ դրա մասին խոսել եմ։ Եվ են, որ ես նրա խոսքից հասկացա, որ ոչ մի կին էլ չկա։ Մարկ, բա կարող է պիտի ասեր, գիտես, ես մորը դավաճանում եմ, բարձա որ պիտի ստեր։ Դու ուղղակի դրան չես ուզում հավատալ։ Հնարավոր է, որ դու ճիշտ ես։ Բայց եթե պապան նման կերպ վարվի մամայի հետ, ես չգիտեմ, թե ինչ կանեմ։ Իսկ ես գիտեմ, ես էլ նրան չեմ ընդունի։ Եթե այս աշխարհում մի բան կա, որը ես չեմ հանդուրժում, դա անհավատարմությունն է։ Լավ, Կարինա, ամեն դեպքում դու քո այդ կասկածների մասին մամային ոչ մի բան չասես։ Մինչև որ մենք ինքներս դրանում համոզվենք։
Մամ, էս ինչի քնած չես։ Ռոբերտին եմ սպասում։ Դուք ինչի քնած չեք։ Ինչ ես զարմանում, մամ։ Մենք միշտ էլ ուշ ենք քնում։ Երեխա գիտեք ինչ եմ մտածել։ Նադինային օգնական է պետք։ Արդեն շատ է հոգնում։ Կարինա, խնդրում եմ, դու խոսի նրա հետ։ Դուք լավ եք լեզու գտնում։ Ասա, որ ես ընդհանրապես ուզում եմ մեկին բերեմ, որ իրեն օգնի, ոչ թե փոխարինի։ Չմտածես, մամ ջան, հենց վաղն էլ կխոսեմ։ Միայն ճիշտն ասեք։ Ես այս տարիների ընթացքում շատ եմ թերացել որպես մամա։ Մամա, ինչի՞ է մտքով տանցնում։ Չգիտեմ, ուղղակի ես վերջերս ինչ-որ բան անընդհատ ինձ ներսից տանջում է։ Ուզում եմ լրացնել այն ամենը, ինչ բաց եմ թողել շատ տարիներ առաջ։ Մամ ջան, մենք է շատ ենք սիրում։ Հանգիստ եղեք։ Իսկ ինձ թվաց ես ինձ մոռացել ես։ Արդեն ուզում էի քնել։ Անգամ չերազես, ես քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Հետո այս ժամին։ Աշխատողներից է։ Լավ, վաղը կպատասխանեմ։ Դե վերցրու, թե չէ սրանք միջև առավոտ մեզ հանգիստ չեն տա։ Սպասի ես վերցնեմ, կասեմ քնած ես։ Ես կպատասխանեմ։ Ալո։ Ռոբերտ Մելիքյանի անհավատարմության ապացույցները իմ ձեռքում են։ Իսկ վաղը դրանք արդեն քո ձեռքում կլինեն։ Լավ, ես ես վաղը կզանգեմ։ Ինչ-որ պրոբլեմ կա։ Ամեն ինչ արտակարգ է։ Չգիտեմ էլ թե իմ հետ ինչ կատարվեց։ Երբ որ տեսա թե հիմարը ոնց է ժպտում մարդին, գժվեցի։ Հարկը քեզ ընդհանրապես խանդելու առիթ չի տալիս Էլիզա։ Ընդհակառակը ինքը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի ձեր հարաբերությունները ամուր լինեն։ Նորություն չասեցիր։ Չգիտեմ էլ թե ինչի համար եմ քեզ այսքանը պատմում։ Ինձ մենակ թող։ Լսի Էլիզա, ես ընդհանրապես ուզում եմ, որ դու հանգիստ ու երջանիկ լինես։ Լավ, ինձ մենակ թող։ Լաուրա։ Ինչ, զարմանում ես։ Ես էլ քեզ նման այս տանն եմ ապրում։ Չէ, ես կարծեցի, թե դու արդեն քնել ես։ Չէ, քնած չեմ։ Իսկ դու կարելի է իմանալ այս ժամին դու որտեղ էիր։ Լաուրա, ես քեզ զգուշացրել էի, չէ՞ որ ուշ եմ տուն գալու։ Օֆիսում շատ գործեր կային։ Հա, բայց այսքան շատ։ Մի անգամից կասես, թե ինչ ես ակնարկում։ Սյուզին, ինձ թվում է, որ օգնում ես Ռոբերտին, որպեսզի թաքցնի իր սիրային կապը։ Գիտես, մեկ-մեկ զարմանում եմ քո կասկածամտության վրա։ Ես քեզ այսօր ասացի, որ ոչինչից տեղյակ չեմ, ինչի չես հավատում։ Իսկ ինչի ես արդարացնում Ռոբերտին։ Լաուրա, ամեն ինչ մի խառնի իրար, ես չարդարացրեցի։ Պարզապես գտնում եմ, որ մենք իրավունք չունենք մարդկանց դատելու, առանց իմանալու, թե ինչ է կատարվում նրանց ներսում։ Սյուզին, եթե դու ճանաչում ես այդ… Չէ, չեմ ճանաչում։ Իսկ այդ դեպքում, ինչի ես փորձում արդարացնես նրան։ Չեմ արդարացնում։ Պարզապես չեմ ընդունում այն կարծրատիպը, որ սիրուհին միշտ ամենավատ հերոսն է նման պատմությունների մեջ։ Չի կարելի թացն ու չորը խառնել իրար։ Եթե կինը չի, ուրեմն միշտ պետք է քննադատվի։ Նրան կարելի է փողոցային եւ անբարոյական համարել։ Չէ՞ որ նա էլ է մարդ, նա էլ սիրելու եւ սիրվելու իրավունք ունի, բայց թաքուն, որովհետև նա միայնակ է իր զգացմունքների հետ եւ գետի հոնին հակառակալով։ Էնպես ես խոսում, կարծես է դու անցել ես դրանց միջով։ Չեմ անցել։
Պարզապես ես մարդկանց դատելուց առաջ փորձում եմ ինձ դնել նրա տեղը։ Ու այդ ժամանակ հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան պարզ չի, ոնց որ մենք ենք պատկերացնում։ Դե ես էլ մոտավորապես նույն բանն եմ անում։ Մենակ թե ինձ ոչ թե դնում եմ սիրուհու տեղը, այլ նոնայի։ Նոնան իր ամբողջ կյանքը նվիրել է աշխատանքին։ Բայց դա արել է իր ընտանիքի համար, այնպես որ Ռոբերտի արածը արդարացում չունի։ Իսկ ի՞նչն է արդարացվում այս կյանքում։ Շատ բաներ անկախ մարդու կամքից են տեղի ունենում։ Պետք է մի կողմից նայել։ Լավ, ես շատ հոգնած եմ։ Գնամ քնեմ։ Սպասի Սյուզի։ Ռոբերտը իմ լավագույն ընկերուհու ամուսինն է։ Ու ես նոնային որպես իմ քրոջ եմ վերաբերվում։ Շատ եմ ուզում նրան օգնեմ, բայց ես չեմ կարող նրան օգնել, եթե դու ինձ չօգնես։ Այնպես որ Սյուզի, խնդրում եմ չմոռանաս նրա մասին։ Ուշացա, Կարինան հիմա երևի զայրացել է, միասին մարզասրահ պետք է գնանք։ Ես ասեմ, որ դու քիչ ես հիմա։ Չէ, մի րոպե կմնաս։ Ես ինչա։ Տարիներ առաջ դու այսօր ինձ առաջարկություն արեցիր։ Ես համաձայնվեցի։ Նախր ես միշտ հիշում եմ այսօրը կներես, բայց ես քեզ համար նվեր չեմ պատրաստել։ Չեմ ստի։ Մի քիչ նեղվեցի, որ չես հիշել։ Բայց գիտեմ, որ շատ զբաղված ես եղել։ Նվերի համար շնորհակալություն։ Լավ, ես գնամ։ Դու ինձ առանց համբուրելու ուզում ես գնաս։ Իհարկե ոչ։ Գնամ, փաստաթղթեր կա վերցնելու դեռ աշխատեսանյակից։ Բարև ջան։ Ինձ թվաց Կարինան էստեղ է։ Ոնց ես։ Շատ լավ, տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր վարպետի մոտից պիտի սպորտային մեքենաս վերցնեմ։ Պատրաստվում եմ մրցման։ Իսկ երբ մրցում։ Մի քանի օրից, բայց մինչ այդ պիտի պատրաստվեմ։ Ես հիմա այնքան էլ լավ մարզավիճակում չեմ։ Դա կարևոր չի, դու չեմպիոն ես, բոլորին կհաղթես։ Դե, եթե քո տղան եմ, բնականաբար ուրիշ տարբերակ չունեմ։ Լավ, ես գնամ։ Սպասի մամ ջան։ Ես ձեր համար անակնկալ ունեմ։ Մենք էլ չենք մոռացել այսօրը։ Շնորհակալ եմ Մարկ ջան։ Մամ, ուզում եմ, որ այս նվերը պապայի հետ միասին բացենք։ Դե գնացինք, էլ չեմ դուպան։ Մամ ջան, շնորհավորում ենք։ Սա էլ իմ ու Միկայի համեստ նվերը քեզ։ Շնորհակալ եմ աղջիկս։ Ճիշտն ասած չէի մտածում, որ կհիշեք։ Նոնա ջան, շնորհավորում եմ։ Ցանկանում եմ, որպեսզի ամեն տարի ձեր տան այսօրը մեծ տոն լինի։ Հայ միջալոց, ինչպես եք որոշել երեկոն անցկացնել։ Միասին եք նշելու, թե առանց երեխաների։ Չգիտեմ, դեռ չենք որոշել։ Ահա եւ փեսացում։
Շնորհավորում ենք ամուսնական զույգի տարեդարձը։ Սա նաև շատ կարևոր իրադարձություն է մեր համար։ Եթե մաման քեզ այո ասած չլիներ, հիմա ոչ Արսանիկ եղած կլիներ, ոչ էլ ես ու Կարինը։ Դե լավ, եկեք անցնենք հյուրասենյակ։ Ես արդեն գնամ աշխատանքի։ Ես էլ գնամ սուրճը բերեմ։ Նարինե սուրճն արդեն պատրաստել է։ Հա, Կարինա ջան։ Ահա, վերցրու։ Ինչ որ բան այն չէ, Կարինա։ Չէ, ուղղակի քեզ հետ ուզում էի խոսել, Նարինե։ Ասա աղջիկս։ Մաման երևի քեզ ասել է, չէ, որ ուզում է նոր աշխատող ընդունի, ով քեզ կօգնի։ Հա։ Մենք Նոնայի հետ խոսել ենք այդ մասին։ Նարինե, ես չեմ ուզում, որ դու հանկարծ մտածես, որ մենք քեզ փոխարինող ենք ուզում գտնել։ Չէ, դու այսքան տարիների ընթացքում ես համար շատ հարազատ մարդ ես դարձել։ Անկախ ամեն ինչից, թե դուք ինչի համար եք այդպես որոշել, ես շարունակելու եմ ձեր մասին նախկինի նման հոգ տանել։ Կարևորն այն է, Նարինե, որ մենք քեզ շատ ենք սիրում եւ այս քայլին գնում ենք քո գործը հեշտացնելու համար։ Հիմա ինչ, պատրաստ ես քարտուղարուհի ունենալու։ Եթե ուզում եք, որ ես քարտուղարուհի ունենամ, ես ոչինչ անել չեմ կարող։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Ուղղակի հիանալի է, Մարկ ջան, շատ շնորհակալ եմ։ Սա էլ սուրճը։ Արինա, տես թե Մարկը ինչ է մեզ նվիրել։ Ես դա առաջինն էի տեսել, մամ։ Մարկը ինձ առաջինն էր ցույց տվել։ Շատ շնորհակալ ենք նվերի եւ ուշադրության համար։ Ամենակարևորը, որ հիշել եք այսօրը։ Իսկ հիմա ասեք, թե այսօր երեկոյան ինչ պլաններ ունեք։ Մենք այդ պլանների մեջ կանք, թե… Չգիտեմ, թե դուք ինչ էիք մտածել, բայց ես ու Մարկը որոշել ենք ձեզ վաղը քաղաքից դուրս հրավիրել։ Չէ, վաղը աշխատանքային օր է, շատ գործեր ունեմ, ես չեմ կարող։ Պապ, եթե ուզում ես, ես օֆիսին քո բոլոր գործերը կարող եմ անել։ Չէ, Մարկ, մեր առաջարկի ամբողջ իմաստն է, որ մենք 4-ով միասին լինենք։ Հիշում եք այն լավ ժամանակները, թե ոնց էինք ամեն շաբաթ կիրակի իրար հետ միասին գնում քաղաքից դուրս կամ քաղաքում ինչ-որ լավ ժամանակ էինք անցկացնում։ Մենք վաղուց միասին ժամանակ չենք անցկացրել։ Պապ, խնդրում եմ, նենց մի արա, որ իմ բոլոր պլանները տապալվեն։ Լավ, Կարինա, անպայման կգնանք։ Դե ինչ կարծիք ես տղոտ մասին։ Շատ սիրուն ես։ Վերջապես այսօր դիպլոմը կստանամ։ Ինքան ուրախ եմ տղես, չես պատկերացնում։ Լավ, գնամ հագնվեմ, որ չուշանանք։ Էս էլ ես։ Ռուզան ջան, բաժակները բեր։ Ես չեք համբերում դիպլոմը ստանամ նոր։ Մհերին չգիտես։ Մի հատ հիմա կնշեք, մի հատ էլ բերելուց հետո։ Եկեք խմենք մեր հերոսի կենացը։ Ուզում եմ խմել քո հաղթանակների համար։ Բացի այդ, թող սա լինի քո հաջողությունների սկիզբը։ Թող բոլոր նպատակներդ իրականանան, Արամ ջան։ Ողջ լինես, կենացը։
Մի րոպե, ես էլ ավելացնելու բան ունեմ։ Իմ բոլոր նվաճումները մորը շնորհիվ ա եղել, որովհետև ինքը ամեն ինչ զոհաբերել է, որ ես լավ մաղ դառնամ ու հաջողությունների հասնեմ։ Կենացեք մամ ջան։ Ձեր կենացը։ Բոլորիս կենացը։ Անուշ։ Լավ, գնամ հագնվեմ, արդեն ուշանում ենք։ Գոնե զգում ես, որ շոյդ գույնը դեմքիդ հետ չի գնում։ Մարա, ինչ ես ուզում ինձանից։ Այսօր իմ համար ուրախ օր է, ինչի ես փչացնում։ Երևի Ռուզան զգացել է, որ ճաշակը զրո է։ Կգնաս այնտեղ իրենց խայտարակ կանես։ Դրա համար էլ խեղճը ճարահատ քեզ նվեր ա գնել։ Մարա, գնա այստեղից։ Բայց չգիտի, որ ինչ էլ հագնես, միևնույն է ոչինչ չի փոխի, որովհետև այդ քո ներսից է գալիս։ Լսել ես, չէ՞ որ ասում են արտաքինը հոգու հայելին է։ Մարա, գնա, թող հանգիստ հագնվեմ։ Մարա, ինչ ա եղել։ Էլի կռվում եք։ Դադ, խնդրում եմ, ասա Մարային թող դուրս գա այս սենյակից։ Երեք մեկ այսօր երկուս արդեն ինձ տնից դուրս ես հանում։ Մարա, ինչի ես քեզ այդպես պահում։ Որովհետև սիրտը կանգնում է, որ պիտի գնամ Արամի ավարտական միջոցառման։ Հա? Էդ է պատճառը։ Հա, տենց էլ իմացեք։ Նարեն ոչ մի տեղ էլ չի գնա։ Մարա, խելքդ թռցրել ես։ Ինչեր ես խոսում։ Պարզ չարտահայտվեցի։ Կարամ կրկնեմ։ Նարեն ոչ մի միջոցառման էլ չի գնա։ Մարա, վերջ տուր։ Հեռու գնա ճանապարհիցս։ Մարա, հանգիստ թող քրոջդ։ Մարա, ճանապարհ տուր։ Արամը երևի արդեն ինձ ա սպասում։ Էս ինչ արեցիր։ Էս ինչ արեցիր։ Չտեսար ինչ արեցի։ Ամոթ քեզ, Մարա։ Էս անելու բաներ որ արիր։ Գնա այստեղից։ Գնա։ Այ, ստոպ։ Մինեղ բինարը ջան։ Գնա բլուզդ փոխի։ Ուրիշ բան հագի գնա։ Այսօր Ռուզանի տղեն դիպլոմ ա ստանալու։ Զինա ջան, գնա մեռի։ Հեսա Արամն էլ դիպլոմ կստանա, իսկ քո տղեն։ Այսօր երևի հարևաններով կհավաքվեն, մի լավ քեֆ կանեն, ուրախանան։ Տեղ ունեն ուրախանալու։ Ռուզանի տղեն իրան պարզ ճակատ արեց։ Զինա, եթե մի բառ էլ շարունակես, չգիտեմ ինչ կանեմ։ Ավել կամաց խոսը։ Կարեն է քննածը, հանկարծ չլսի։ Բարև ձեզ։ Բարև Արամ ջան։ Հիանալի տեսք ունես։ Գիտեմ, այսօր դիպլոմդ ստանալու ես։ Հա, Նարեն կասեք, որ եկել եմ, որովհետև արդեն ուշանում ենք։ Նարե, մեր այսօրվա հերոսը եկել է։ Բաբ ջան, հիմա գալիս եմ։ Արցի Արամ ջան, արի նստի, գիտես աղջիկները միշտ էլ ուշանում են։
Կարել։ Լույս քեզ տեսնողի։ Ես ո՞նց ես փոխվել։ Բաղում նույն դպրոցականը չէի մնալ։ Ո՞նց ես, գործերդ ո՞նց են։ Լավ է։ Բա ինչ նորություն կա։ Լսել եմ ճիշտ ես դարձել։ Արամ։ Գնանք։ Գնանք։ Դե մենք գնացինք։ Արա դինես մեր կողմերի մեկ-մեկերով։ Ռուզան հանգստացի, հա? Ահա որ լարված ես։ Լարված չեմ, ուղղակի հուզված եմ։ Ռուզ, տղուտ ավարտականի օրն ասենց սիրունացել ես։ Ես պատկերացնում եմ մեր հարսանիքին ոնց ես սիրունանալու։ Բարև ձեզ։ Բարև։ Արամ ջան, բա ինչի ես քան ուշացաք։ Նարինն էի սպասում։ Իզուր այդքան չեմ սպասել։ Տեսեք ոնց են եղեսկացել։ Այսօր երկուսդ էլ, չէ, երեքդ էլ շատ սիրուն եք։ Ինձ կներեք, ես պետք է գնամ։ Արհեստանոցում լիքը գործ կա։ Կգնաք, կգաք, նոր մի կարգին քեֆ կանենք։ Դե գնացի, ձեզ հաջողություն։ Նարե ջան, կներես, որ հարցնում եմ, իմ նվիրած բլուզը դուրը չեր եկել։ Չէ, տիկին Ռուզան, շատ դուրս եկավ։ Աղջիկս, այդ դեպքում ինչի չես հագել։ Լավ, եթե չես ուզում, կարող ես չասել։ Դե արագացնենք, հիմա երևի բոլորը մեզ են սպասում։ Հələ երկու մեքենա էլ կա, որ մինչև վաղը պիտի վերանորոգենք։ Տերում ես Հակոբ ջան։ Մի օր հիվանդացար, ամեն ինչ խառնվեց իրար։ Լավ որ շուտ ոտի ելար։ Հակոբ, բայց նեղանաս չնեղանաս պետք է մի բան ասեմ։ Ասա մեր ջան։ Տեղ այդ բարողխերով Ռուսաստանից եկավ, են էլ բժիշտ դարած եկավ։ Ոչ ձեն ես հանում, ոչ բան ես հանում։ Բայց ո՞ր հանգերներ եք, որ պետք է մեր ուրախությունը իրար հետ չկիսենք։ Ետ քեզ անիշ չէ։ Ճիշտ ես ասում մեր ջան։ Մի քանի խառը բայեր կան։ Անցնի, բարձ կսլնի։ Այս քանի օր այդ բաց թողածը կլրացնենք։ Այս ուրիշ բան։